Ադրբեջանն օգտագործում է Ղարաբաղում բռնի տեղահանությունից հետո առողջական խնդիրների պատճառով մնացած հատուկենտ հայերին, նրանցից ցուցմունքներ կորզելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարություններում, ասում է գերիների հարցերով զբաղվող միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։ Երեկ Ադրբեջանի պետական Ազերթաչ գործակալությունը հրապարակեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մանրամասները, նշելով, որ հարցաքննվել են Ղարաբաղում բնակվող երկու հայ ազգի վկաներ՝ Կամո Հայրապետյան եւ Մուշեղ Գրիգորյան, եւ որ նրանք հայտարարել են, թե իբր Վարդանյանը Ադրբեջանի դեմ կռվելու համար խմբեր է կազմել, ռազմական 3 պահեստ է հիմնել, որ իբր ականապատման գործընթացն է ակտիվացրել եւ Ադրբեջանի դեմ կռվելու քարոզչություն է իրականացրել։ Նիստից ռեպորտաժ հրապարակող միակ լրատվամիջոցը պետության կողմից վերահսկվող Ազերթաչն է։ Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել թե վկաներին, թե Ադրբեջանում գերության մեջ դատվող հայերին վերագրվող հայտարարությունները։ Գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է, այդ այսպես կոչված վկաները Արցախի զանգվածային հայաթափումից հետո այնտեղ մնացած հատուկենտ հայերից են, որ չեն կարողացել հեռանալ առողջական խնդիրների պատճառով, եւ նրանցից հիմա Ադրբեջանի իշխանությունները ցուցմունք են կորզում, այս կերպ եւս մեկ անգամ ապացուցելով, որ հայերի կյանքն ու առողջությունը վտանգված են ադրբեջանական իշխանության ներքո, անգամ եթե նրանք բանտում չեն պահվում։ Մենք տեսանք, որ առողջական խնդիրներ ունեցող անձինք, ովքեր հենց այդ խոցելի հանգամանքների ուժով չէին կարողացել լքել, ոչ թե իրացնում են իրենց իրավունքները, այլ բռնությունների հարկադրանքի ներքո հայտնվում են դատարաններում եւ նշեմ, որ ցուցմունք տված անձը նաեւ տառապում է հոգեկան առողջական խնդիրներով, իսկ գիտեք, որ այս խմբերը խոցելի են եւ նրանց հանդեպ յուրօրինակ պարտավորություններ ունեն պետությունները, այսինքն Ադրբեջանը անգամ չի հարգել նմանաբնույթ խնդիր ունեցող անձի վիճակը եւ նրանց են մաս դարձրել այս շինծու դատավարություններում այն պարագայում, երբ առհասարակ նրանք պատշաճ վկաներ չեն կարող լինել։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի հրապարակած վերջին լուսանկարներում ակնհայտ հյուծված տեսք ունի։ Վարդանյանն արդեն 23 օր է շարունակում է իր նկատմամբ ապօրինություններն ու շինծու դատավարությունը դադարեցնելու պահանջով փետրվարի 18-ից հայտարարած հացադուլը։ Որևէ տեղեկատվություն չկա, որ հացադուլը դադարեցված է։ Վարդանյանի համախոհներից ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ էր սկսել Ազատության հրապարակում ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարարի եւ Բաքվում պահվող մյուս հայ 22 գերիների։ Նրա հացադուլը նաեւ խնդրանք էր Ռուբեն Վարդանյանին դադարեցնել իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը։ Այսօր Մանե Թանդիլյանը, ում առողջական վիճակը վերջին օրերին վատ թարացել էր եւ նա պարբերաբար հիվանդանոցում էր հայտնվում, հայտարարեց, որ դադարեցնում է իր հացադուլը նաեւ Ռուբեն Վարդանյանի կնոջ եւ քրոջ հորդորներից հետո, միացնելով Վարդանյանի քրոջ Մարինա Ալեսի հաղորդագրությունը։ Հասկանում ես, մենք իրավունք չունենք այս կողմից լինեն թուլացած։ Դա իր համար սարսափելի բան կլինի այդ հասկանալը ու զգալը։ Այո։ Սա իհարկե հզոր կնոջ եւ ուժեղ քրոջ խոսքեր են, մենք նրանց խոստացել ենք եւ այսօրվանից կդադարեցնենք հացադուլը։ Թանդիլյանն ասաց, այժմ պայքարի ավելի ակտիվ փուլ պիտի մտնեն եւ պահանջեն միջազգային կառույցներից ու կառավարությունից ավելի ակտիվ քայլեր հայ գերիների ազատ արձակման հարցում։ Այդ նպատակով առաջին քայլը կլինի ուրբաթ օրը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքը, պահանջելու, որ դատավարություններին ապահովի միջազգային ներկայություն։ Որտեղ մենք կպահանջենք ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչից կապվել Բաքվի իր գործընկերոջ հետ եւ ասել գնացեք այդ դատավարությանը մասնակցեք ու տեսնենք ինչ են պատասխանում այնտեղի ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Մենք պիտի ստանանք պատասխաններ, այլևս մեզ չեն կարող անտեսել, մեզ չպիտի անտեսեն։ Մանե Թանդիլյանը նաև նշեց, որ իրենց երկրորդ խնդիրն է լինելու Ռուբեն Վարդանյանի եւ հայ գերիների ազատ արձակման հարցը օրակարգում ակտիվ պահելը, որպեսզի Հայաստանի կառավարությունը եւս ստիպված լինի հարցին անդրադառնալ եւ մոռացության չմատնել։ Երկխոսեք, քավլիցի, խաղաղություն բերեք, բայց ունեցեք ձեր օրակարգում հայ գերիների վերադարձ։ Եվ երբ այս իշխանությունները կզբաղվեն այդ հարցով, միայն մեկ պարագայում Եթե նրանք զգան, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձի հարցը եւ դա իրենց իշխանական աթոռ է արժենալու։
Այսօր իդեպ հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին միջազգային կազմակերպություններին առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Հոգևոր խորհուրդը նաև կոչ է արել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։